Շոգի ջան, այդ մարդիկ անգրագետներ են, թող ինձ դատի տան, անգրագետ են, գոյություն օրինակ փաստերի ստուգման հարթակ գոյություն ունի, FIP-ը, որ եզրակացություն է տվել, որ երկակի կարող է մեկնաբանվել, այլ տարբերակ, ես ես խնդրում եմ, լավ, այդ տենց ասում եք 1700-ամյա ինչ-որ բան, գարնե թող խոսեմ, չէ, իսկ քիչ են ասում, ես ԿՊԱ-կաների մասին չեմ ասում, աշխարհում ամենահայտնի, ամենատարածված օրինակը, որ եղել է, հա, եկեղեցում մանկապղծության օրինակն է եղել եւ դրա մասին բազմաթիվ բաներ են գրվել։ Էդ եմ ասում, Կարինե ջան, ցավդ տանեմ, ես քեզ խնդրում եմ, նախ մենք դրա համար չենք պահանջում, մեկ, որտեղ ինքն է իր կանոնները խախտել եւ ինքը եթե երես ունենար, եթե արժանապատվություն ունենար Կտրիչ Ներսիսյանը ինքը կգնար։ Ուղղակի ինքը արժանապատվություն չունի, որ երեխայի հետ կապված ոչ հերքումա, ոչ հաստատում, դու պարզա չէ որ կա, եւ ակնհայտ է, որ ինքը խախտել է իրենց հենց կանոնագիրքը, հիմա դա ընդունված չի, չգիտեմ դրան իրանք են որոշում, իրանք չեն որոշում, դրանք հարակից խոսակցություններ են, արել ես, հիմա դուք ինձ գաք ասեք դուք կաշառք ես վերցրել, ապացույց ելնի, ես ասեմ դա ազգային ժողովի ներքին գործն է, ասում եմ մի վախեցեք, թիվ 5 հեռուստաընկերությունը, թիվ 5 Կարինե ջան, ռուսերեն, ես խնդրում եմ, ես ռուսերեն լեզվի դասատու չեմ, գնացեք, կրկնում եմ, եթե կա մարդ, որ մեծ փրթում է, խոսում է, Facebook-ներում, դոշերն ատեցում, ինչ-որ բաներ է խոսում, այն որ տեսա News-am-ի նախկինում նորմալ լրագրող էր, հիմա այտենց տապալվել է որպես լրագրող, տիկինը խոսքս նենգափոխում էր, ասում էր, բառացի ասել է, ժողովուրդ, ինչքան դուք այտենց դատարկ թեմաների աճ պարություններով զբաղվեք, այնքան ընդդիմությունը նույն տեղում դոփելու է, շարունակեք դա անել, իսկ եթե կա մարդ իմ հայտարարության հետ կապված, ինչքան ժամանակ անցել, 15 օր արդեն անցել է, բա ուր են այդ մարդիկ, ուր են այդ ՀԿ-ները մեծ խոսացողները, თუ գնան մեկ դիմում գրեն դատախազություն, չեն հավատում դատախազությանը, միջազգային կառույցներին թող դիմեն, չեն հավատում միջազգային կառույցներին, չգիտեմ, հայց թող ներկայացնեն դատարան, որովհետև խնդրեմը կանում է նրանում, որ դա անգրագիտություն, հաճույք եմ ստանում այս թեմայից։ Պարոն Սիմոնյան, փաստորեն թող մարդկանց դիմեն, դատարաններին չեն վստահում, այն մարդիկ, ովքեր դատարաններին չեն վստահում եւ քաղաքական օրակարգի հետ կապված հարց ունեն, թող դիմեն Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Հայաստանի Հանրապետության ժողովրդին գնան, ասեն, գիտես ինչ, Ալենը սենց բան է ասել, բա դու չես ուզում դրա դեմ ձեն հանես։ Այդ դեպքում, երբ որ դրան արձագանք չի լինում, թեման էլ Պարոն Սիմոնյան, կարող ենք ասել, որ քաղաքացիական պայմանագիրը ամեն դեպքում այս պահին կաթողիկոսին հեռացնելու օրակարգի շուրջ դադար է վերցրել։ Ոչ։ Ինչպես է, հիմա որևէ դրսևորում չի Այդ process-ը չի դադարել, չի դադարում ու չի դադարելու։ Պասիվություն այդ դեպքում Նախ ներքին կուսակցական նախընտրական process-ներով։ Դե դադար է, էլի վերջ։ Չէ, դադար չի։ Հիմա որ ներկուսակցական քարոզարշավը ես դեռ հարցազրույց չեմ տալիս։ Պարոն Սիմոնյան, Տալիս եմ չէ։ ներկուսակցական ընտրությունների հետ կապված Ուրեմն վերադառնանք քաղաքականություն, եթե ձեր կուսակցությունը ջահավաքի անհրաժեշտ մեծամասնությունը 51%-ը, դուք ում հետ եք համագործակցելու, ձեր տեսարականում կա համագործակցություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ, բայց ես բացառում եմ նման իրավիճակ, ես մոտավորապես ենթադրում եմ, թե ինչ տոկոս ենք մենք ստանալու եւ վստահ եմ համանդրական մեծամասնություն։ Դե որովհետեւ այո, հարցումը գիտեք որն է, հարցումը ով է ձեզ ասում։ Այդ 24 News-ի տակը գրած այդ ֆեյքերի բանով եք չափում։ Որտեղ եք նայում։ Հարգելիս, նախ սա համապետական քարոզարշավ չի մեկ, երկրորդը դա տենց չի, ընդհակառակը։ Մարդկանց մենք էլ ենք այդ համեմատում, մարդկանց մեջ չկա այն ներվը, չկա այն բացասականը, որը որ կար 21 թվականի ընտրությունների ժամանակ։ Եվ ես ձեր հետ պատրաստ եմ մարջ գալ բոլորի հետ։ Ես ձեր հետ մարջ եմ գալիս, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը շատ ավելի շատ ձայն է ստանալու, քան 2021
թվականին։ Պատրաստ եք։ Մարջ են գալի, ասեք։ Դուք ասեք դուք ինչ եք ուզում, ես ասեմ ես ինչ եմ ուզում։ Որևէ իշխանության հավակնություն չունենաք, եթե անգամ Ռուզան ջան, դու իմ ընտրողն ես, կոնկրետ դու անձամբ իմ ընտրողն ես։ Հիմա խես տեսա խցիկների մոտ տես բաներ ասում։ Կգնաք։ Տեսեք, դու ես իմ ընտրողը, դու ես մեր ընտրողը, իհարկե։ Գնացեք, աջան։ Կանե ջան, մենք ոչ մեկին չենք կարող արգելել, դա անում է այլ մարմին, մենք դրանով չենք զբաղվում, ու մենք ընդհանրապես այսքան ժամանակ ոչ մի կուսակցություն չենք արգելել եւ նման բաներով չենք զբաղվել եւ նման օրինակ դուք չեք կարող բերել։ Վերադառնանք Նարեկին։ Նարեկը բոլորին զիջեց, հիմա մենք զիջենք Նարեկին։ Նարեկ ջան, Երկու հարց ունեմ, պարոն Սիմոնյան։ եկեք մի առաջ կանգնենք, էլի այտենց։ Ասում են, որ ընտրական օրենսգրքով արգելվում է ունեցվածքի 30%-ը Հայաստանից դուրս ունեցող անձանց գրանցել ընտրություններին, թե ոչ, արդյոք սա իշխանության օրակարգում կա, քննարկում եք, թե ոչ նման վտանգ։ Հիշի երկրորդ հարցը սրան պատասխանը մեկ մյուսը, չէ, նման բան մենք չենք քննարկում, առաջին անգամ ձեզնից եմ լսում, ես շատ որպես իրավաբան եմ ասում, ես շատ քիչ հավանական եմ համարում, որ Հայաստանում լինի կուսակցություն, որը որ եթե տենց կտրուկ ինչ-որ պատճառ չլինի, շատ քիչ հավանական եմ, համարում եմ դա քաղաքական ունեն սխալ եւ ես անկեղծ եմ ասում, լուրջ եմ ասում, դուք մեր համար ինչ տարբերություն ազգային ժողովի դահլիճում այն մյուս 40%-ը ով է ալնելու, առավել եւս որ նույն մարդիկ են։ Այսինքն մի ընդդիմադիր կուսակցությունից քոչում են մյուս ընդդիմադիր կուսակցություն, ասում են, ահա Ծիպերյա Նատաշը, ասենք դառնում են այլ կուսակցության անդամ, հետո մեկ է սկսում են այն մյուսին գովաբանել եւ գնում են այսինչ։ Մեր համար ինչ տարբերություն կկոչվի այլ մնացած 40%-ը ԲՀԿ, չգիտեմ, ԼՀԿ, Հայաստան, մեր ձևով, ձեր ձևով, չգիտեմ, մեր համար ինչ տարբերություն։ Մենք չենք կարող այստեղ 100% կազմել։ Պարզ է, չէ՞ որ ընդդիմությունը առնվազն 40% զբաղեցնելու է։ Հա, ինչ ուզում են թող անեն, ինչ տարբերություն։ Մարդիկ պետք է ընտրություն ունենան։ Եվ ես հարցը պարոն Սիմոնյան, ձեր հետակա պաշտոնավարման հետ կապված նշում են, որ այս ներկուսակցական ընտրություններով, քանի որ դուք զիջում եք այլ թեկնածուների, սա արդեն ասում են տեղեկություններ կա, որ մամուլն էլ գրում է, որ քննարկում է, որ այլևս դուք չեք լինի 26-ից հետո ազգային ժողովի նախագահ, սրա շուրջ քննարկում եղել է թե ոչ։ Նման քննարկումներ չկա, ես չեմ կարծում, որ որևիցե մեկին զիջում է, որովհետև այդ ընտրությունները այլ բանի մասին, դա կուսակցական ներգրավվածության մասին է, դա կուսակցության անդամների հետ աշխատելու մասին եւ որևիցե ձևով պրոյեկտել դա այլ բանի վրա, իհարկե չի կարելի, ինչ վերաբերում է արդեն 9-րդ գումարման ազգային ժողովի նախագահի վերաբերյալ, ինձ այս պահի դրությամբ որևիցե մեկը աշխատանքից չի ազատել, այսինքն իմ կուսակցությունը, իմ վարչությունը չի ազատել եւ ես որևիցե միտք եւ նպատակ չունեմ այդ հարցը քննարկել։ Այս պահի դրությամբ դուք եք, եթե մեծամասնություն լինեք, դուք եք 9-րդ գումարման խորհրդարանի։ Նման բան չի քննարկվել, բայց ես մենք իմ գործունեությունը որևիցե ձևով չի բերել այն պահին, այն մասին, որտեղ որ ես պետքա այլ բանով զբաղվեմ։ Եթե կուսակցությունը, վարչությունը, վարչապետը մասնավորապես այլ բան կորոշի, ես իհարկե այդ որոշմանը կենթարկվեմ, բայց ես նախընտրում եք ամեն դեպքում խորհրդարանը, ես իհարկե նախընտրում եմ խորհրդարանը, նախընտրում եմ մնալ նույն տեղում եւ կարծում եմ, որ դա տրամաբանական է, որովհետեւ չգիտեմ, կարող է շատ հարցերում իրար հետ համաձայն չենք, բայց կարծում եմ որևիցե մեկի մոտ կասկած չկա, որ որպես ազգային ժողովի նախագահ ես իմ գործը այնուամենայնիվ հաջողել եմ եւ ես ենթադրում եմ, որ դա կգնահատվի իմ գործընկերների կողմից։ Ես գործադիր, եթե իմ կուսակցությունը որոշի, որ ես շարքային падգամավոր եմ լինելու, բնական է ես կդառնամ շարքային падգամավոր, ուղղակի խնդրեմն է, որ ես որպես շարքային падգամավոր եմ ցած տեղում ֆռալու եւ Ալեն Սիմոնյանն եմ մնալու, բայց եթե որոշեմ, ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Նարեկ, ես որ BMW ունեի, BMW ոչ մեկ չուներ, սկսենք դրանից ու երկու տարբեր BMW ունեի, ինձ որ այդ բաներին մի հավատա։ Նկատի ունեմ զրահապատ, այսինքն անձնական մեքենա ունեք։ Հարգելիս, ես զրահապատ հիմա էլ չունեմ, սկսենք դրանից, հələ Ծառայողական զրահապատ։ Չէ, ուրեմն այս ինֆորմացիա չի։ մի պատտվող լուրեր ոչ մի ձև չգիտեմ այդ լուրերի իսկությունը ինչքանով կարող է մոտ լինել։ Որ ես այլ մոլորակային եմ, չէ, ճիշտ չի, ուրիշ։ Պարոն Սիմոնյան, հնարավոր է կամ առհասարակ այդպեսի հանրապետության նախագահի պաշտոնը։ Հարգելիներս, տենց քննարկումներ կա միայն ընդդիմադիր որոշ թերթերում։ Մենք տենց բաներ չենք խոսում։ Հայաստանի Հանրապետությունը ունի իր նախագահին։ Ես գործող քաղաքական խոսացող գործիչ եմ։ Եթե իմ կուսակցությունը կգտնի, որ ես պետքա գնամ, չգիտեմ, ԺԵԿ-ի պետ դառնամ, մենք այդ հարցը մեր կուսակցության հետ կքննարկենք։ Նման քննարկում չկա։ Եվ ես ենթադրում եմ, իմ գործունեությունը թույլ չի տալիս իմ անցած ճանապարհը, իմ
ծառայությունները, որ ես մատուցել եմ Հայաստանի Հանրապետություն, որպես պարլամենտական, թույլ չի տալիս նման խոսակցությունների դե։ Պարզա, որ ուզում են մեզ իրար հետ կռվածնեն, չգիտեմ, իմ ընկերների անուններն են տալիս, քաղաքացիական պայմանագիր, Տիկին Մակունցը իմ ընկերն է, շատ լավ աղջիկ է, եթե իմ կուսակցությունը կորոշի, որ ինքը պետք է լինի, ես միայն ուրախ կլինեմ, բայց ժողովուրդ, ես սաղ եմ, ես կամ ու ես շարունակելու եմ գործել ու լսում եմ այս ամեն ինչը, դադարեցրեք այս անտեղի խոսակցությունը։ Շնորհակալություն։ Մամուլը դա ասում է, որ մեզ կռվածնի, չի ստացվել մեզ կռվածնել։ Բոլորի անունները, ում անունները տվել են, իմ ամենամոտ ընկերներն են, իմ տան, իրար տուն գնալով, ընտանիքներով ընկերություն, մենք նայում, կարդում, ծիծաղում ենք դրանց վրա։ Այդտենց ընկերներ էլի եք ունեցել։ Հայկ Սարգսյանի հետ ինձ մամուլը չի կռվածնել եւ ես Հայկ Սարգսյանի հետ կռված չեմ, մենք ուղղակի տարբեր հարցերի հետ կապված տարբեր կարծիքներ ունենք։ Այսինքն դուք կարծում եք, որ ես բոլոր 70 կամ չգիտեմ 100 падգամավորի հետ ընկերական հարաբերություններ ունեմ, մեկի հետ մոտ եմ, մեկի հետ այդքան մոտ չեմ, մեկի հետ իրար տուն ենք գնում, մեկի հետ հենց գործի տեղն ենք բարև տալիս։ Եվ որ ասում եք ամենամոտ ընկերների հետ ենք փորձում կռված։ Եվ ինչ անենք։ Այսինքն կյանք է եւ ամեն ինչ տեղի է ունեն, բայց Արտուր Վանեսյանի հետ ես չեմ կռվել պաշտոնի պատճառով, կռվել եմ այլ բաների պատճառով, որի մասին հիմա չեմ ուզում խոսել, որտեվ նախ Արտուր Վանեսյանը քաղաքական առումով էլ հետաքրքիր չի, կարծում եմ, այն բանից հետո իդեպ ճիշտ որոշումից հետո չմասնակցել ընտրություններին, ես ուրախ եմ, որ ինքը տենց որոշում ա կայացրել եւ իր կյանքի ամենաճիշտ երկրորդ որոշումն է։ Դե աջակցի թող աջակցի, բան չունեմ, բայց եթե հին մեթոդներով է աջակցելու, իրավապահները գործելու են եւ այդ աջակցողներին տանելու են աջակցելու։ Շնորհակալություն։